Բարև ուժեղ արդիկ։ Նկարվինք։ Ինչ է փոխվելու Կարմիր տուֆի քաղաքում հունիսի 7-ից հետո։ Ժամանակին արդիկը արդյունաբերական, շինարարական հումքի կենտրոն էր։ Հիմա մարդիկ քաղաքը թողնում գնում են, աշխատանք չկա։ Առաջի բանը Հայաստանի բոլոր համայնքների համար ընտրվելու է զարգացման ծրագիր։ Մի համայնքը զբաղվելու է նավթի վերամշակմամբ, մի համայնքը զբաղվելու է պղնձի վերամշակմամբ։ Արդիկը որպես հայկական շինանյութի կենտրոն տուֆից բռնած բոլոր շինանյութերի արտադրությունը ամեն ինչ կա Հայաստանում տասնյակ հարյուրավոր միլիոնների ներմուծվում է այստեղ փոխանակ Հայաստանում արտադրվի Երկիրն ուժեղացնելու ամենահեշտ, ամենակարճ ճանապարհը մարդկանց աշխատանքով ապահովելն է, ասում է Նարեկ Կարապետյանը։ Հակառակ դեպքում դատարկվում է երկիրը։ 7000 մարդ արդիկ խոշորացված համայնքում գործ չունի այս պահին ու գնում է Հայաստանից դուրս 7000 մարդ պատկերացեք ինչ մեծ նշաձող ունենք մենք անելու ամեն օր հանգիստ պետք է աշխատենք ու վերականգնենք Հայաստանի արդյունաբերական հզորությունը Տնտեսությանը զուգահեռ ոչ պակաս օրհասական անվտանգության հարցն է Բաքուն 300,000 ադրբեջանցիներ Հայաստանում բնակեցնելու պլաններ է կազմում Երևանը չի դիմադրում Պարտված ղեկավարի աչքը վախացրել են իրանք Էլ ինքը չի կարողանում իրանց մերժի Ինքը հասկացել է, որ իր հետ չի կարողանում պայմանավորվի, եկել է ժողովրդին է համոզում։ Սիրելի արտիկցիներ, այս ամբիոնից ցանկանում եմ, որ մենք ունենանք ոգի, որ մենք լինենք միասնական։ Ես վստահ եմ, հայ ազգը արժանի է ունենալու Սամվել Կարապետյանի նման առաջնորդ։ Արդիկում բացվում է ուժեղ Հայաստանի գրասենյակը։ Մարդիկ հավատում են, սա հասցե է, որտեղից սկսվելու է իրական փոփոխություններն իրենց քաղաքում։ Անվտանգության խնդիրը լուծվելուց հետո մնացածը կլուծվի։ Սամվել Կարապետյանն է անպայման մեր ղեկավարը։ Հայաստանը այս բռնապետությունից դուրս կա։ Այցը Շիրակի այս քաղաք եւս քայլերթով է ամփոփվում։ Փոփոխությունների հույսով հավաքված մարդիկ ճանապարհում են ուժեղ Հայաստանի թիմին, ակնկալիքով, որ փոխվելու է իրենց կյանքը հունիսի 7-ից հետո։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։